Սիրելի իմ ժողովուրդ, պահքի շրջան է, բոլորս իհարկե ուտում ենք այն սնունդը, որը առողջարար է և բուսական, կենդանական ոչինչ չենք ուտում, որպեսզի նախ մեր օրգանիզմը մաքրվի, որպեսզի առողջանա, որպեսզի խոլեստերինը իջնի, ճնշումը իջնի, սրտի աշխատանքը լավանա։ Իհարկե, երբ պահքը կիսվում է, այդ օրը բաղարջ են թխում, ընդ որում բաղարջը պետք է լինի անպայման և չիր, և չամիչ, և տարբեր տեսակի մրգեր, ինչպես դուք ուզում եք, իհարկե առանց ձվի, և անպայման մեջը դնում են կոպեկ, ինչու, որովհետև դա կարծիք կա այն մասին, ումը կոպեկը ընկավ, ուրեմն ինքը կլինի հաջողակ այդ տարի, ինքը կլինի երջանիկ, նպատակները կիրականանան։ Հիմա մենք իհարկե դրել ենք և այս բաղարջի մեջ և անկեղծ ասած, չգիտեմ, սա թե որ մեկը վերցնեմ, ես ինձ միշտ համարում եմ երջանիկ, որովհետև լավատես եմ և մտածում եմ, որ անպայման պետք է կոպեկը ինձ ընկնի։ Հիմա, քանի որ ձեր ներկայությամբ եմ դա անում, չգիտեմ, որը վերցնեմ, եկեք վերցնեմ նա, որը սկզբից էի վերցրել և կիսեմ։ Մի փոքր ուտելու նպատակով, տեսնենք, ես հիացած եմ, ինչպես միշտ, որ ասում եմ, բախտավոր եմ, իմ նպատակները կիրականանան, իհարկե ժողովուրդ, դա գիտեք ինչից է, դա նրանից է, որ ես միշտ լավատես եմ, եթե լավատես ես լինում, անպայման, ինչի ձգտում ես, անպայման հասնում ես։ Սիրելիներս, ինչ էի պահել իմ մտքում, իհարկե հայրենիքիս համար, իհարկե ժողովրդիս համար, ես ձեզ ուզում եմ ավելանա բոլորիդ մոտ սեր, խաղաղություն, համերաշխություն, բարություն, իսկ մեր հայրենիքը ծլի, ծաղկի, բարգավաճի, չէ՞ որ մենք այս երկրում ենք ապրում,